Հարգելի պարոն վարչապետ, դուք նշեցիք միջուկային էներգետիկան, մենք նույն ռեակտորները ունենք Հայաստանը և Սլովակիան։ Ես ձեզ տեղեկացրեցի, հայտնեկացրեցի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել մենք Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված, մենք խոսում ենք միջուկային վառելիքի, օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Մենք ունենք մասնագիտացած ընկերություններ և դուք և մենք ունենք մասնագիտացած ընկերություններ, եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով վերջնի համագործակցություն ունենալ։ Համագործակցության առաջին ուղղությունը, որի վերաբերյալ մենք պայմանավորվեցինք և այնտեղ կուզենք ներառել մասնագետներին, մարդկանց մեր ընդհանուր տարածքն միջուկային էներգետիկայի ոլորտում մեր ապագա համագործակցությունը։ Համագործակցության մյուս ոլորտը մենք շատ բաց քննարկեցինք պաշտպանության արդյունաբերությունը, պաշտպանական արդյունաբերությունը։ Ես ասացի և դուք կտակ կգնամ իմ ասածը, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն ինչ մենք կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից, ես պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին, մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորումը հաշվի մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում։ Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել, հաջորդ ոլորտը ընդհանուր փորձի փոխանակումն է։ Ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինենք ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված, որտեղ թույլ ենք տվել սխալներ կամ որտեղ հաջողության ենք հասել, բայց հատկապես հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ, որ մենք կկարողանանք ձեզ ներկայացնել լավագույն փորձը, լավագույն պրակտիկան։ Սլովակիայում մենք գտել ենք որոշ լուծումներ, օրինակ պետական գնումների ոլորտում կամ ռազմավարական ներդրումների մասին օրենքի տեքստում։ Ես համոզված եմ, դուք էլ կունենաք հետաքրքիր բաներ, որոնցից մենք կարող ենք դասեր առնել։ Երկուստեք կարող ենք միմյանցից սովորել։ Ես շատ ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել փոխօգնության, փոխադարձաբար օգնելու իրար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի թեկնածությունների հարցում և աջակցել տարբեր առաքելություններին, և Հայաստանը և Սլովակիան կարևոր դերակատարում ունեն։ Ես ուստի համարում եմ, որ այս այցը, քանի որ մենք հստակեցրեցինք մեր համագործակցության ուղղությունները, մեր գործարար պատվիրակությունների կազմերը նաև հաշվի առնելով, և մենք կենտրոնացանք մի քանի ոլորտների վրա, և ես համարում եմ, որ այս այցը շատ հաջողված է և բարձր եմ գնահատում, որ այսպիսի հնարավորություն ունեցա ելույթ ունենալու Երևանյան երկխոսության շրջանակում։ Սա հնարավորություն է ասելու որոշ բաներ, որոնք այդքան հաճախ չես ունենում, նորմալ հնարավորություններ։ Ոստի շատ շնորհակալություն հարգելի պարոն վարչապետ, ձեր հյուրընկալ վերաբերմունքի համար, անհամբերությամբ կսպասենք Սլովակիա ձեր այցելությանը, շնորհակալություն։